Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ուրեմն ես նորընտիր պատգամավորներին մի երկու խոսք եմ ուզում ասեմ։ Հարգելի պատգամավորներ, ուրեմն այսօր առաջի օրն է, ընտրվել եք, ձեզ ընտրել է մեր ամբողջ ազգաբնակչությունը, որ դուք երկիր ղեկավարեք։ Դուք հենց այսօր մտել եք խորհրդարան ու հենց այսօր սկսել եք կռիվ ղալմաղալ։ Հարգելի պատգամավորներ, դուք կռվով ղալմաղալով եք երկիր ղեկավարելու, թե ոնց։ Ուրեմն ստեղծվել է մի խորհրդարան, 100 քանի հոգի մարդ եք, լավ մեջներդ մի հատ խելացի մարդ չկա, կանգնի, ասի հարգելի կոլեգաներ, եկեք այսօր նիստը շատ խելացի ձևով ընդունենք, երեկոյան հանդիպենք մի լավ ռեստորանում, ասենք Գագիկ Ծառուկյանի են փարավուն, մարավուն, մի լավ տեղ, բոլորդ ունևորներ եք, մի լավ տեղ տենց հանդիպեք, մի լավ ուտեք խմեք ու որոշեք բոլորով, որ աշխատելու եք այս ժողովրդի համար։ Ուրեմն անկախ նրանից ինչ կուսակցություններ եք, ինչ չեք, ոնց եք անցել տեղ խորհրդարան, այս մի բան, այն մի բան։ Ուրեմն եթե ձեր մտքին կա վարչապետ հեռացնեք, ձեր մտքին կա ՔՊ հեռացնեք, կամ ընդդիմադիրներին հեռացնեք, այս մի բան, այն մի բան, դուք այդ ամեն ինչը պետք է անեք ժողովրդով, հասկանում եք, դուք այդտեղ ամեն բան էլ արդեն ունեք, միլիոնանոց աշխատավարձներ, ամեն ինչ էլ ունեք, պատավատներ, ֆիրմային թանկարժեք մեքենաներ, կաբինետներ, ամբողջովին նորացված, ամեն ինչ էլ ունեք, ժողովրդին ոչ մի բան չունի, դուք գալիս եք, որ երկիրը կառավարեք, կառավարեցեք, եթե չեք կառավարելու, ինչու եք այս ժողովրդին ավելորդ խաբում, այս ժողովրդին հեղափոխության տանում, այս ժողովրդի համար իբր մտածում եք, չգիտեմ մեկը կոմբայն առնում, ինչ որ մի 20 հատ գյուղի համար մի հատ կոմբայն, մեկը մի ուրիշ բան անում, մեկը, արա դուք այս պետության մասին մտածեք, գործ չունեք էլ այս ժողովրդի հետ, դուք եթե ժողովրդի համար մտածողել եք, այդ սիրուն կաբինետներում բանում ձեզ ժողովուրդը տեղավորում է, որ դուք իրա համար աշխատեք, բայց իրական մարդիկ ենա սահմաններում խրամատների մեջ 200,000 դրամով են աշխատում, անձրևի, արևի, ձմռան, ցրտի ամեն ինչի տակ, դուք ախր ժողովրդի համար ոչ մի բան չեք անելու, դուք գոնե պետության համար աշխատեք, այս ժողովուրդը ընտրել է, որ դուք պետության համար աշխատեք, ոչ թե գակտես կսեք իրար սուտ, այս մի բան արավ, այն մինտ արավ, նենց արավ, այն մի թալանչում պաշտպանեք, այն մեկին պաշտպանեք, այն մեկին, այն մի ղեկավարին, որ մարդասպանան, նրան պաշտպանեք, այն մեկին, որ եսի ինչա, նրան պաշտպանեք, հերիք արա, կամ աշխատեք, կամ իրական մի օր է ժողովուրդը կհելնի, իրական ժողովուրդը կհելնի, ձեզ լավ չի լինի, ընտրվել եք գնացեք ձեր գործն արեք, հերիք կա, կրկնում եմ, դուք ինչ էլ կարողանաք անեք,
հեղափոխություն անեք, հեղաշրջում անեք, ինչ էլ անեք, դուք ասում եք ժողովրդով, ժողովուրդը կանի, սենց ժողովուրդը, բա դուք ինչ եք անելու, եթե այդ ձեր ուզած բաները ամեն ինչը ժողովուրդն է անելու, դե այդ աշխատավարձները բանը տվեք ժողովրդին, դուք էլ Նարեկի ասած մի դրամով աշխատեք էլի, հա? Տվեք ժողովրդին, ինչի եք 46,000 թոշակ տալի։ Դրա մասին մտածեք, որ ոնց անեք, Եվրոպայում 1000-1500 դոլար թոշակ են ստանում, գնացել եք դե հիմա դրա մասին մտածեք, ոնց եք անելու, որ 100 դոլար չթոշակ տակ, այլ 300, 500, մինչև 1000 դոլար թոշակ տակ։ Դրա մասին մտածեք, ձեզ երկրի ղեկավար են ընտրել, որ նման բաների համար մտածեք, ոչ թե գնաք իրար ուտեք, թե ժողովրդով ոնց եք մեկը մյուսին մորթելու, ոնց եք մեկը մյուսին հեռացնելու, էս մի բան, է մի բան։ Ժողովուրդ ջան, ես իրականում եմ ասում, սրանց գլուխը ցավում է, Մեկը երկրի ղեկավարին արյուստների մեջ էր գցում, չգիտես ինչ էր, հիմա ասում են, արա ոնց թե նման մարդում, ոնց կարելի է սենց անել, ոնց կարելի է նենց անել։ Հասկանում եք։ Ու սաղ ժողովրդով, լրիվ բանկերը իրանցն է, ժողովրդին սենց կթելով խեղտում են, ու հետո ասում են ժողովրդին, արա, այս պետությունը պետք է օգնի, էս անի, են անի։ Արա բանկերն էլա ձերը, կթողնել եք դուք, են մեկնել եք դուք, ամեն ինչը ձերն է։ Պետության համար գոնե մի բան արեք եւ վերջ, պետության համար։ Հերիքա ժողովուրդը ձեր սենց կանի, ժողովուրդը ձեր համար ոչ մեկ էլա ոչ մի բան չի անելու այլևս, չի անելու, այս ժողովուրդը էշ չի, հարիք չի, ձեր համար գլուխը գնա դնի, դուք էտե ձեր կոստյումները հագնեք, 4-5 հազար դոլարանոց էտե իրար միս ուտեք, իբր թե, կրկնում եմ, եթե խելացի, տղամարդ մարդիկ եք, այդքան տենց լենց բարձր գորգորում եք, բան եք անում, ես գիտեմ, որ բայց բոլորդ ղազեր եք, գնացեք, նստեք մի ռեստորանում, կերեք, խմեք, քեփարեք, իրար հասկացեք, որպես կոլեգաններ, ու ասեք, տղեկ ջան, դավայ սկսենք աշխատենք մեր երկրի համար, բոլոր, ու դիմադիր, իշխանական, ով ուզում է լինի, ասեք, всё, տղեկ ջան, աշխատում ենք մեր երկրի համար, որ կարողանաք ժողովրդի անուն տակ, թե չէ ժողովրդին ոչ մի բան չեք տալի, բայց ամեն ինչ ուզում եք ժողովրդով անեք, ձեզ համար ժողովուրդը հեղափոխություններ անի, արյուն թափի, էս մի բան անի, են մի բան անի, դուք ձեզ համար միլիարդատերեր դառնաք, ժողովուրդն է սոված կլափի, չի լինելու էլ նման բան,